29743 քառակուսի կիլոմետր ճանաչված և իրական, թե 300,000 քառակուսի կիլոմետր չճանաչված և պատմական Հայաստան։ Մայրբուհի ուսանողներին վարչապետն առաջարկել է ընտրել, որ ճանապարհով կգնային, կշեռքի որ նժարն է ավելի ծանր։ Ես մի քիչ անհամբեր եմ իմ տեսակով եւ առաջին այդ դահլիճից արձագանքեցի, ասացի, որ կնախընտրի 300,000 կիլոմետր քառակուսի Հայաստանը, պատմական Հայաստանը, ինչին վարչապետը հարցրեց, թե ինչու, եւ ես այն հիմնավորեցի, որ դա մեր ազգի բնորանն է, թե ֆիզիկապես, թե հոգեվոր առումով դա մեր պապերի հողն է։ Անհամբեր Հովհաննեսը միջազգային հարաբերությունների 3-րդ կուրսի ուսանող է։ Ասում է, 2-2.5 ժամ տևեց հանդիպումը վարչապետի հետ։ Այդ ընթացքում նույնիսկ Փաշինյանը հասցրել է հունից դուրս գալ, բորբոքվել, գոռալ, կարմրել զայրույթից։ Սուտ կլինի, որ կոնկրետ ասեմ, որ բայց սկսեց բորբոքվել, բայց ինչ-որ սովորական հարցից հետո իր ընդդիմադիր ոճով Փաշինյանը, վարչապետ Փաշինյանը սկսեց այդ մի քիչ փոքրինչ կարմրեց, գորգորոցներ եւ այլն, ավելի շատ նման էր շոուի այդ ամեն ինչը, քան հանդիպման ուսանողների հետ, բայց կոնկրետ չեմ կարողանա հիշել, որ պայից սկսեց, եթե անկեղծ։ Ոնց որ նախկին իշխանությունների հետ էր կապված ավելի շատ, բայց այնպես մանրամասներով չեմ տիրապետում, չեմ հիշում։ Պատրանքը թողնելու, ունեցածը գնահատելու կոչ է արել Փաշինյանը համալսարանականներին։ Պատմել է նրանց, որ տարբեր վայրերում իրեն հանդիպող մարդիկ ավելի շատ պատմական արմատներով են ներկայանում, մոռանալով իրականում որտեղից են։ Այստեղ էլ վարչապետի դիտարկումները նրա հայացքները չկիսող Հովհաննեսի համար շոկային են եղել։ Վարչապետը բերել է մի օրինակ, որի հետ ես մի քիչ շոկային էր իմ համար այդ օրինակը, ասելով, որ Մասիս սարի մասին երբ խոսում եք եւ այդ հողերի մասին երբ խոսում եք, Ադրբեջանը ուրախանում է, ասած Արագածը եւ Սևանա լիճը լաց են լինում, որովհետեւ դուք չեք գնահատում ձեր ներկայիս տարածքը, այլ ապրում եք երազանքներով։ Ու էլի ինչպես նշեցի, ասաց, որ դա ադրբեջանցիների երազանքն է եւ այլն, մոտավորապես այդ տրամաբանության մեջ էր, ինչի հետ ես կտրուկ համաձայն չէի եւ նշեցի, որ կարծում եմ պետք է ձգտել այդ 300,000 կիլոմետր քառակուսին, որ գոնե ներկայիս 29743 կիլոմետրը մենք կարողանանք պահել։ Կաթողիկոսին սրբազաններին էլ է հասցրել անդրադառնալ իրական Հայաստանի ջատագով վարչապետը ուսանողների հետ զրույցում։ Փակագծեր է բացել, քայլեր են անում որոշ հանգամանքներ պարզելու համար։ Ասաց, որ հատուկ մարմիններին հանձնարարել է գնալ եւ ստուգել ամենայն հայոց կաթողիկոսի եւ բոլոր թեմերի առաջնորդների կուսակրոնություն լինելու փաստը, ու այնտեղ պահքի մասին էր խոսում, որ նույնիսկ հոգեվորականները պատրաստ չեն 30 օրյա պահք պահել եւ այլն, ուրիշ բաներ էլ ասաց, որ ես ինձ թույլ չեմ տա հիմա ներկայացնեմ այդ ամենը։ Հովհաննեսը մի քանի հարց տալու հնարավորություն է ունեցել վարչապետին։ Արդյոք կգնար հեղափոխության, եթե իմանար արդյունքը լինելու է Արցախի կորուստը։ Ուսանողին հետաքրքրել են նաև դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ եւ ի վերջո վարչապետի լեգիտիմության անկումը։ Ասում է, Նիկոլ Փաշինյանը պնդել է լեգիտիմության խնդիր չունի այսօր էլ։ Ուսանողն ասում է, մի պահ բառացիորեն ջարդեցի գրիչս, երբ Փաշինյանն իր հեգնական ոճով ասաց, թե բոլորը կռվող եւ պատերազմող դարձան միայն պատերազմից հետո։ Պետք էր բոյկոտել հանդիպումը։ Հովհաննեսն այս հարցին իր մոտեցումն ունի։ Բոյկոտելը ըստ իս դա սխալ է, նույնիսկ այն մարդու հետ, այն իշխանության հետ պետք է գնաս հանդիպես, ում հետ կատեգորիկ համաձայն չես, որովհետև նույնիսկ այս հանդիպումները ինչ որ նոր բան սովորելու առիթ են։ Ու ինչպես նշել եմ իմ գրառումում, ուզում եի ցույց տալ, որ Երևանի պետական համալսարանը պրախադնոիդ ոռ չի։ Ու կարծում եմ իմ այդ հանդիպման գնալը լիովին արդարացված է։ Ընդհանուր հարցերից այնքան էլ գոհ չի եղել Փաշինյանը, ասել է, թե ավելի լավ հարցերի ակնկալիքով էր եկել։ Հանդիպման մասնակիցների թվում չի եղել ԵՊՀ-ի Բաքվում մեզ հանդիպած հայոց պատմության ամբիոնի դասախոս Ալիկ Ղարիբյանը, ասում է, անթույլատրելի է ԲՈՒՀ-ը քաղաքականացնելու ցանկացած փորձ։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, չէր գնա անգամ հրավեր ստանալու պարագայում։ Ամեն ինչ պարզ է, առանց հարցերի ու պատասխանների էլ։ Պարզ է վարվող քաղաքականությունը, պարզ է, որ ազգային պետությանը հարվածներ հասցնելու դիրքորոշումը, պարզ է ընտանիքի մոդելի պատկերացումները, պարզ է եկեղեցու դեմ արշավը, ընդհանուր այս բոլորը պարզ են։ Ինչու, որովհետև եթե նույնիսկ թերացումներ կան եկեղեցու ներսում, պետք չէ ամբողջը տարածել եկեղեցու կառույցի վրա եւ փորձել վարկաբեկել։ Մեկ այլ դասախոս էլ, որ հարցազրույց տալու ցանկություն չուներ, ռեպլիկի ձևով միայն ասաց. երկրի ղեկավարի այցը Մայրբուհ դեռ չի նշանակում, որ համալսարանը քաղաքականացվում է։ Ամեն տեղ գնալը դա չի նշանակում, որ քաղաքականում է։
Իսկ կառավարության տարածած ավելի քան 12 րոպեանոց հոլովակի միայն 10 վայրկյան անձայն կադրերն են պատմում, որ վարչապետը լաբորատորիայի բացումից հետո ուսանողների հետ է հանդիպել իրական Հայաստանի մասին խոսել, ինչ հարցեր են նրան ուղղվել, ինչ պատասխաններ են հնչել, չկա պաշտոնական տեքստում։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։